Ողջույն սիրելի ընկերներ, այսօր խոսելու ենք 2026 թվականի հուլիս ամսվա կանխատեսումների մասին, որոնք վերաբերում են մեր շատ սիրելի հողի նշանի ներկայացուցիչներին։ Սակայն նախքան հոլովակին անդրադառնալը, կխնդրեմ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դա դեռ չեք կատարել, որպեսզի ինձ ձեր տեսադաշտից չկորցնեք, եւ կիսվեք իմ հոլովակներով ձեր ընկերների հետ, եթե այն ձեզ օգտակար եւ տեղեկատվական եք համարում։ Դե ինձ սիրելի ընկերներ, ես նախապես արդեն կարճ հոլովակով ներկայացրել եմ, որ հուլիս ամիսը լինելու է մի փոքր լարված, սթրեսային եւ ավելի լավ է ուրեմն այստեղ մի փոքր հանգստանանք եւ նախապատրաստվենք օգոստոսյան խավարումներին, ինչը նշանակում է, որ օգոստոսը մեզ մոտ ավելի լուրջ խնդիրներով լեցուն ամիս է լինելու։ Դա ինչ սկսենք մեր առաջին հողի նշանի ներկայացուցիչներից, իհարկե մեր շատ սիրելի աշխատասեր, համբերատար ցուլերն են, սիրելի ցուլեր, ուրեմն տեսեք Մարս մոլորակը ամբողջ հուլիս ամսվա ընթացքում գտնվում է ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, սա նշանակում է այստեղ այս երկրորդ ոլորտում Մարսը ամեն ինչ անելու է, որպեսզի դուք ունենաք բավականաչափ էներգիա եւ ակտիվություն նոր ֆինանսներ վաստակելու հարցում։ Եվ նաեւ Ուրան մոլորակը նույնպես այստեղ է եւ ամբողջ ամսվա ընթացքում բավականին ակտիվ է, սա նշանակում է, որ անակնկալներ իրավիճակներ կարող են լինել ֆինանսների հետ կապված։ Բացի դրանից, ձեր գլխավոր մոլորակ Վեներան մինչև ամսի 9 գտնվում է 4-րդ ոլորտում, նշանակում է ցուլերի մոտ, ուրեմն մինչև ամսի 9, ուրեմն տան հետ կապված ինչ-որ հարցեր կլինեն, որոնք դուք մեծ հաճույքով կլուծեք, ասենք վերանորոգման հետ կապված կամ հյուրերի հետ կապված, իսկ ամսի 9-ից հետո արդեն Վեներան կտեղափոխվի 5-րդ ոլորտ եւ ամսվա մնացած հատվածը լինելով այստեղ կբերի ձեզ ուրախություն ձեր հաճույքների համար, ձեր ստեղծագործական աշխատանքի համար, հանգստի մեկնելու ծրագրերի համար, ինչու՞ չէ նաեւ ձեր երեխաների հետ կապված։ Եվ չենք մոռանում, սիրելիներս, որ ընդհուպ մինչև հուլիսի 23-ը մենք ունենք հետընթաց Մերկուրի, եւ Մերկուրին գտնվելով 3-րդ ոլորտում նշանակում է արկ ու վաճառք չենք իրականացնում, եթե այդպիսիք նախատեսված են հուլիս ամսվա համար, այսինքն այստեղ կարելի է վրիպել, կարելի է սխալվել, գումար կորցնել, փաստաթղթային հարցերի հանդեպ շատ ուշադիր ենք լինում, որպեսզի խնդիրներ չառաջանան այնտեղ, եւ ընդհանրապես տեսեք, երբ Մերկուրին հետընթաց է, նշանակում է այստեղ մեր ուղեղը սթափ չէ եւ փորձեք շատ կարեւոր լուրջ ուրեմն գործարքները թողնել, երբ Մերկուրին կլինի արդեն առաջընթաց, ավելի ճիշտ հուլիսի 23-ից հետո։ Դե ինչ գնացինք հուլիսի 4-ին, Մարսը եւ Ուրանը միանում են ձեր երկրորդ ոլորտում։ Սպասեք անակնկալների, սիրելի ցուլեր, եւ հետաքրքիրն այն է, որ սա լինելու է ձեր սիրած ոլորտում, այսինքն երկրորդ ֆինանսական դաշտում կարող են լինել անակնկալներ, իհարկե դրական առումով։ Ամսի 5-ին Մարսի եւ Պլուտոնի միջև է ստեղծվում շատ լավ տրին ասպեկտ, սիրելիներս, Պլուտոնը ձեր 10-րդ ոլորտում է, մեծ ֆինանսներ է նախատեսում, Մարսը ձեր ուրեմն երկրորդ ոլորտում է, ֆինանսական ուրեմն ոլորտում է եւ նշանակում է Մարսի, Պլուտոնի այս երկու ագրեսոր մոլորակների տրին ասպեկտը, որը շատ լավ ասպեկտ է, կարող է բերել հոյակապ հնարավորություններ կապված աշխատանքի հետ, կապված նոր ֆինանսական եկամուտների հետ։ Եվ նաեւ այստեղ ինչու՞ չէ, եթե դուք կարիերա եք անում, ապա հնարավոր է այստեղ նաեւ պաշտոնի բարձրացում։ Հուլիսի 9-ից արդեն նշեցի, մեր գեղեցկուհի Վեներան տեղափոխվում է 5-րդ ոլորտ, ճիշտ է այստեղ Վեներան հաճույքների ոլորտում է, սակայն ուրեմն տեսեք Վեներան այստեղից մի քանի լարված ասպեկտացիաներ ունի եւ նշանակում է այդ օրերին հատկապես պետք է ուշադիր լինենք, որպեսզի սիրելիների հետ չվիճենք։ Առաջին արդեն լարված ասպեկտացիան մեզ մոտ ամսի 11-ին է
երբ Վեներան հյուսիսային կետի հետ ընդդիմություն է կազմում, սա նշանակում է, որ ամսի 11-ը պետք է պարզապես առանց հեռանկարային ինչ-որ հարցեր գծելու ապրել, որովհետև հյուսիսային կետը սա մեր ապագայի ծրագրերն են և նշանակում է այստեղ միգուցե մեր ֆինանսները չեն ներում, որ մենք կատարենք ինչ-որ գործարք ապագայում, տեսեք, այստեղ կարող է խնդիր առաջանալ երեխաների հետ, այստեղ կարող է խնդիր առաջանալ օնլայն հարթակի հետ, որտեղ հյուսիսային կետը դեռևս 11-րդ ոլորտում է։ Ամսի 13-ին նույնպես ունենք Վեներայի և Ուրանի միջև լարված քառանկյուն, այստեղ արդեն տհաճ անակնկալներ են սպասվում, հնարավոր է սիրած էակի հետ կապված, հնարավոր է ձեր երեխաների հետ կապված, ուրեմն այստեղ ամսի 13-ին փորձում եք շատ ուշադիր լինել, որպեսզի տհաճ իրավիճակում չհայտնվեք ֆինանսական հարցերի շուրջ։ Ամսի 14-ին տեղի է ունենում նորալուսին, որը տեղի ունենում ձեր երրորդ ոլորտում, այնտեղ, որտեղ արևն է, այնտեղ, որտեղ հետ ընթաց Մերկուրին է, և նշանակում է 14-ից հետո հարցեր, մարդիկ, հնարավորություններ երրորդ ոլորտում։ Երրորդ ոլորտը ներկայացնում է նախ առաջին հերթին մեր տրանսպորտային միջոցը։ Հնարավոր է ամսի 14-ից հետո դուք գնեք մեքենա կամ վաճառեք մեքենա կամ ասենք վարորդական դասընթացի սկսեք մասնակցել կամ ասենք փաստաթղթային ինչ-որ հարցերով զբաղվեք։ Երրորդ ոլորտը նաև քույրեր ու եղբայրներն են, հնարավոր է ամսի 14-ից հետո նրանց հետ կապված նորություններ լինեն, ասենք իմանաք, որ ձեր քույրը ենթադրենք երեխա պիտի ունենա կամ ասենք ձեր եղբոր կյանքում ինչ-որ կարևոր իրադարձություն տեղի ունենա։ Ամսի 18-ին ունենք հոյակապ ասպեկտ, սիրելիներս, սա նույնպես ֆինանսական առումով շատ հաջող է, որովհետև այս ասպեկտը ձևավորվում է երկու բարձր դանդաղ մոլորակների միջև Ուրանի և Պլուտոնի, ինչը նշանակում է, որ այս ասպեկտացիան մինչև ամսվա վերջ պահպանվելու է, տեսեք Ուրանի, Պլուտոնի միջև ձևավորվում է տրին ասպեկտ, սա նշանակում է, որ ցուլերի համար ամսի 18-ից սկսած բացվում են հնարավորություններ վաստակելու շատ լավ գումարներ, բացվում է հնարավորություն աշխատանքային հարթակում կարիերա անելու, պաշտոն ստանալու, նաև այստեղ սիրելիներս հնարավոր է, որ ասենք այստեղ ամուսնական ծրագրեր նույնպես ի հայտ գան, եթե դուք դեռ միայնակ եք, որովհետև 10-րդ ոլորտը սա ոչ միայն կարիերան է, այլ նաև ուրեմն կարգավիճակն է, հասարակական դիրքն է։ Սակայն ամսի 20-ին ունենք լարված ասպեկտացիա, տեսնում եք դրական ասպեկտացիաներին անմիջապես հաջորդում են լարված ընդդիմությունները, ինչը նշանակում է, որ հուլիսը լինելու է վայրի վերումներով, այսինքն որպես բնորոշել, որ այն շատ դրական ամիս է լինելու, սխալ է, որովհետև ունենալու ենք նաև շատ լարված սթրեսային օրեր, ինչը կլինի ամսի 20-ին Յուպիտերի և Պլուտոնի միջև, այս երկու ուրեմն մոլորակների միջև, որոնք նույնպես շատ դանդաղ են շարժվում, ընդդիմություն է ձևավորվում և այս ընդդիմությունը նույնպես մեկ շաբաթ լինելու է ուժի մեջ, այսինքն մեկ շաբաթ պահպանվելու է նրա բացասական ազդեցությունը մեր կյանքի վրա, սա վերաբերում է մեր տանը։ Սիրելիներս, Յուպիտերը դեռևս հունիսի 30-ից արդեն մուտք է գործել ձեր 4-րդ ոլորտ, ես այդ մասին ունեմ հոլովակ, այն կտեղադրեմ այս հոլովակի ներքո, եթե դեռ չեք դիտել, անպայման դիտեք այն, որպեսզի հասկանաք, թե Յուպիտերը ինչ կարող է բերել ձեզ 4-րդ ոլորտում, իսկ Յուպիտերը մեծ երջանկության մոլորակն է, այն միշտ բերում է, ավելացնում է, սակայն ամսի 20-ին Յուպիտերի և Պլուտոնի միջև ստեղծվում է ընդդիմություն։ Սիրելիներս, այստեղ պետք է ուշադիր լինենք, որովհետև տան հետ կապված ինչ-որ կարևոր հարցեր կարող են լինել, ինչու չէ նաև ծնողների առողջության հետ կապված կարող են հարցեր լինել, այստեղ ամենայն դեպս Պլուտոն մոլորակը, երբ որևիցե մոլորակի հետ ընդդիմություն է կազմում, սա նշանակում է, որ առաջին հերթին պետք է հետևել առողջությանը։
Ամսի 23-ից Մերկուրի մոլորակը սկսում է իր առաջընթացը, դե ինչ կարելի է շունչ քաշել, կարելի է զբաղվել արք ու վաճառքով, կարելի է մեծ գնումներ կատարել, կարելի է զբաղվել փաստաթղթային հարցերով, եթե մեքենա ունեք, մեքենան եք ցանկանում վաճառել կամ վերանորոգել կամ ինչ որ հարցեր ունեք ձեր տրանսպորտային միջոցի հետ, այդ ամենը կարող եք կատարել, սակայն չենք մոռանում, որ օգոստոսի 12-ին ունենք արևի խավարում, ես այս խավարման մասին նույնպես ունեմ հոլովակ, եթե այն դեռ չեք դիտել, ուրեմն կարող եք դիտել եւ հասկանալ, թե այն ինչ խնդիրներ կարող է առաջացնել կամ ինչ հնարավորություններ կարող է բերել ձեր կյանքում, եւ սիրելիներս, այսինքն Մերկուրին առաջ է շարժվում հուլիսի 23-ից, նշանակում է մենք հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 10-ը, կարելի ասել պայմանական, ունենք ժամանակահատված, երբ կարող ենք կատարել մեր կարևոր գործարքները, որովհետև օգոստոսի 12-ից արդեն սկսվում է խավարումների միջանցքը եւ նշանակում է այստեղ ուրեմն մենք նույնպես շատ լարված սթրեսային իրավիճակով ենք ապրելու եւ չենք ունենալու ժամանակ ենթադրենք ինչ որ կարևոր գործարքների համար եւ նաեւ սթափ չենք դատելու խավարումների ընթացքում նույնպես մթագնած է լինում մեր ուղեղը, մենք ավելի շատ էմոցիոնալ ենք դառնում եւ նշանակում է այս ժամանակահատվածը հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 10-ը պետք է բոլոր կարևոր գործերը ավարտել, անգամ եթե դա առողջությանն է վերաբերում։ Եվ ամսվա վերջում ամսի 29-ին ունենք լիալուսին, այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 10-րդ ոլորտում, կարևորագույն ոլորտում, սիրելի ցուլեր, այս լիալուսինը կարող է նախանշել այնպիսի իրավիճակներ, որոնք կապված են, ասենք, ձեր ամուսնական կարգավիճակի հետ, միայնակ եք հնարավոր է, որ արդեն ունենաք զուգընկեր եւ որոշեք ամուսնանալ, կամ հակառակը շատ երկար ժամանակ գտնվում եք ամուսնական հարաբերություններում եւ այստեղ դրանք չեն ստացվել եւ այստեղ վերջնական որոշում եք, որ պետք է ամուսնալուծվեք։ Այստեղ նաեւ 10-րդ ոլորտը աշխատանքի պաշտոնի հետ կապված հարցերն են, եթե զբաղեցնում եք ինչ որ պաշտոն, ապա այստեղ նրա հետ կապված նույնպես կունենաք որոշակի փոփոխություններ։ Սակայն ամսի 29-ին միայն լիալուսինը չէ, որ կարևոր է։ Այստեղ նաեւ եւս երկու ասպեկտացիաներ ունենք։ Արևը եւ Յուպիտերը միանում են ձեր 4-րդ ոլորտում, սիրելի ցուլեր։ Արևը Յուպիտերի հետ միանում է տարին մեկ անգամ եւ տարբեր ոլորտներում է ստացվում այս միությունը, սա նշանակում է, որ ամեն տարի մենք ունենում ենք այս միությունը, սակայն արդեն տարբեր իրավիճակների համար նախատեսված, Յուպիտերը տարին մեկ անգամ փոխում է իր նշանը եւ նշանակում է, որ մենք այստեղ Արևի Յուպիտերի միությունը 4-րդ ոլորտում կարող է բերել հնարավորություններ կապված, ասենք, տան հետ, ինչ որ անշարժ գույքի հետ, կամ միգուցե նոր բնակարան գնելու հետ, նոր անշարժ գույք ձեռք բերելու հետ, տեսեք, այստեղ ամսի 29-ի այս ուրեմն օրը ձեզ համար շատ կարևոր է տան հարցերի, տան անդամների հետ կապված հարցերի համար։ Եվ հենց նույն օրը ունենք մի փոքր հիասթափություն, իհարկե լիալուսնի օրերը առհասարակ շատ գերէմոցիոնալ օրեր են, այս օրերին ինչ որ կարևոր բաներ պլանավորել պետք չէ։ Եվ այստեղ ուրեմն տեսեք ունենք Վեներայի եւ Մարսի միջև լարված քառանկյուն, սիրելիներս, նշանակում է հակառակ սեռի էներգիաներ ներկայացնող այս երկու մոլորակների միջև մենք ունենք լարվածություն, սթրեսային իրավիճակ, հիասթափություններ, եթե ունեք կողակից, ուրեմն կա սիրած էակ ձեր կյանքում, ապա փորձեք ամսի 29-ին նրա հետ չվիճել։ Դա ինձ սիրելի ցուլեր, այսքանա ձեր հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ նշանին, մեր շատ սիրելի կույսերին։ Դե ինձ սիրելի կույսեր, ուրեմն տեսեք ձեզ համար առավել քան կարևոր ամիս է լինելու հուլիսը, ես բացատրեմ ինչու, որովհետև դեռևս խավարումները տեղի են ունենում հիբրիդային տեսքով, այսինքն ոչ նույն առանցքի վրա, եւ այստեղ հուլիսից սկսած արդեն դուք կզգաք, որ դեռևս ձեր կյանքում կան որոշակի պահեր, որոնք դուք պետք է փոխեք, կամ այս խավարումները կստիպեն, որ դուք փոխեք, եւ արդեն հուլիսին կունենաք որոշակի պատկերացում դրանց մասին։
Հուլիսի 4-ին Մարսը եւ Ուրանը միանում են ձեր 10-րդ ոլորտում եւ այստեղ, չգիտես ինչու, կույսերը որոշում են շատ հանկարծակի աշխատանքային կամ կարիերային վերաբերող ինչ-որ փոփոխություն կատարել, կամ այստեղ ամուսնական կարգավիճակում կարող է շատ անակնկալ իրավիճակ ստեղծվել։ Սիրելիներս, տեսեք, Ուրանը ձեր 10-րդ ոլորտում է եւ լարված, ուրեմն 90 աստիճան է կազմում ձեր անձնական արևի նկատմամբ, սակայն պետք չէ վախենալ, որովհետև այսպես թե այնպես ձեր կյանքը այս վերջին 2 տարվա ընթացքում սկսած 25 թվականից մինչև դեռևս 27 թվականի գարուն այն դեռևս փոփոխման փուլի մեջ է եւ նշանակում է այն հարցերը, որոնք դուք այս պահին ունեք, դուք ինքնուրույն պետք է լուծեք այդ հարցերը, հակառակ դեպքում մոլորակները ձեզ կստիպեն լուծել այդ հարցերը մի քիչ ավելի ուրեմն ցավեցնելով ձեզ եւ հուլիսի 4-ին հնարավոր է այսպիսի մի անակնկալ իրավիճակ կապված ձեր աշխատանքի հետ, կապված ձեր ամուսնական կարգավիճակի հետ, ինչու՞ չէ անակնկալը կարող է նաև դրական լինել, որովհետև բնորոշել Ուրանի անակնկալները որպես միայն դրական կամ բացասական, դա սխալ է, Ուրանը անկանխատեսելի է եւ ամսի 4-ին ուրեմն սպասեք անակնկալների։ Ամսի 5-ին ունենք շատ լավ ասպեկտացիա, աշխատանքային ասպեկտացիա Մարսի եւ Պլուտոնի միջև է եւ նշանակում է ամսի 5-ը կարող է դառնալ ձեզ համար հոյակապոր աշխատանքի տեղավորվելու համար, ուրեմն նոր աշխատանք գտնելու համար, նոր ֆինանսական կարգավիճակ ձեռք բերելու համար եւ նոր աշխատանքային գրաֆիկ ունենալու համար։ Ամսի 9-ից արդեն Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր առաջին ոլորտ, սիրելի կույսեր, երբ Վեներան առաջին ոլորտում է, սա նշանակում է, որ մենք ցանկանում ենք աչքի ընկնել, որ մենք ցանկանում ենք մեր արտաքին տեսքին հետևել։ Սովորաբար տեսեք, չեմ ասում կույսերը իրենց չեն հետևում, սակայն նրանք այնքան են տարվում իրենց աշխատանքով, իրենց կենցաղային հարցերով, շատ բծախնդիր մարդիկ են կույսերը, որ մոռանում են իրենց անձի մասին։ Սիրելիներս, երբ Վեներան առաջին ոլորտում է, այն թույլ չի տա, որ դուք մոռանաք ձեր մասին եւ նշանակում է արդեն ամսի 9-ից հետո միգուցե կփորձեք ձեր, ասենք, մազերի գույնը փոխել, կփորձեք ձեր հագուստը փոխել, ձեզ հետևել, ավելի գեղեցկանալ, նշեմ, որ մինչև հուլիսի 23-ը ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին հետընթաց է, սիրելիներս, եթե ինչ-որ կարևոր լուրջ քայլեր եք ուզում կատարել ձեր կյանքում, ապա սպասեք, մինչև Մերկուրին կլինի առաջընթաց, որովհետև եթե գլխավոր մոլորակն է հետընթաց վիճակում, ուրեմն տեսեք, ձեզ համար դա շատ կարևոր է, որովհետև այն անմիջապես ազդում է ձեր ուղեղի աշխատանքի վրա։ Մերկուրին ինֆորմացիոն դաշտն է մեր, եւ եթե մենք ինֆորմացիան սխալ ենք սկսում ընկալել, մենք արդեն սխալ տրամադրվածություն ենք ունենում։ Մերկուրին առաջընթաց կլինի միայն հուլիսի 23-ից հետո, ես հիմա կնշեմ արդեն այդ մասին, սակայն ես նշեցի, որ Վեներան հուլիսի 9-ին տեղափոխվում է առաջին ոլորտ։ Այստեղից Վեներան ունենալու է մի քանի լարվածություններ, ամսի 11-ին Վեներայի հյուսային կետի միջև է ձևավորվում ընդդիմությունը, առաջին եւ 7-րդ ոլորտներն են եւ նշանակում է ամսի 11-ին դուք չեք հասկանալու ձեր հաճախորդին, ձեր հաճախորդը չի հասկանալու ձեզ, դուք չեք հասկանալու ձեր կողակցին եւ նշանակում է այստեղ կողքի մարդկանց հետ ինչ որ տարաձայնություններ կարող են առաջանալ։ Ամսի 13-ին Վեներան նույնպես երկրորդ լարված ասպեկտացիան է կազմում արդեն Ուրան մոլորակի հետ եւ այստեղ անակնկալները իհարկե արդեն հստակ կարելի ասել, որ դա հաճ բացասական անակնկալները ամսի 13-ին ուրեմն կարող են ձեզ զարմացնել։ Այստեղ կարող է այդ անակնկալը կապված լինել օրինակ ձեր աշխատանքի հետ, ձեր ղեկավարության հետ, ձեր ամուսնու հետ, միգուցե այնպիսի մարդու հետ, որը ենթադրենք ձեր տան անդամն է եւ տարիքով ձեզանից մեծ է։ Այստեղ տհաճ անակնկալներ են սպասվում նրանց հետ կապված։ Ամսի 14-ին նորալուսին ունենք ձեր 11-րդ ոլորտում, որտեղ ձեր Մերկուրին հետընթաց է։ Եվ այս նորալուսինը բերում է նորություններ կապված ընկերական շրջապատի հետ, կապված մեծ կոլեկտիվի հետ, միգուցե այստեղ կսկսեք հաճախել ինչ-որ խմբակների, ինչ-որ կոլեկտիվների, կամ օնլայն հարթակում նոր ընկերներ ձեռք կբերեք, ուրեմն տեսեք, ամսի 18-ին ունենք հոյակապ ասպեկտ Ուրանի եւ Պլուտոնի միջև, սա
նշանակում է աշխատանքային նոր հնարավորություններ են բացվում։ Եվ քանի որ այս երկու մոլորակները դանդաղ մոլորակներ են, սա նշանակում է, որ այս ասպեկտացիան բավականին երկար ժամանակ է մեզ օգնելու։ Նշանակում է, սիրելիներս, Ուրանի, Պլուտոնի այս տրին ասպեկտացիան բերում է աշխատանքային հնարավորություններ, ինչու՞ չէ, բերում է առողջությունը բարելավելու նոր հնարավորություններ, միգուցե ասենք դուք արդեն ամսի 18-ից սկսած կսկսեք լրջորեն զբաղվել առողջ ապրելակերպով, ձեր առողջությամբ, ձեր անհանգստացնող ենթադրենք ինչ որ իրավիճակներ կան ձեր կյանքում կապված առողջության հետ, միգուցե կփորձեք արդեն դրանք լուծել, դրանք շատ հաջող ընթացք են ունենալու։ Ամսի 20-ին ունենք լարվածություն, Յուպիտեր մոլորակը, որը հունիսի 30-ին տեղափոխվում է ձեր 12-րդ ոլորտ, այստեղ արդեն 12-րդ ոլորտից Պլուտոնի հետ ընդդիմություն է կազմում։ Ուրեմն տեսեք, ամսի 20-ից 24-ը, սիրելի կույսեր, պարզապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, որպեսզի ինչ որ տրավմա չունենաք, որպեսզի վատ ինքնազգացողություն չունենաք, որովհետև կամ ինչ որ ասենք սննդային թունավորում չունենաք, որովհետև այս երկուսի ընդդիմությունը մի քանի օր մոտ 5-ից 6 օր պահպանվելու է եւ նշանակում է այստեղ առաջին հերթին առողջական խնդիրներին է վերաբերում։ Դե ինչ նշեցի, որ ամսի 23-ից արդեն Մերկուրին առաջընթաց է, վերջ կարելի է գնումներ կատարել, կարելի է ուրեմն ամեն ինչ անել փաստաթղթերի հետ կապված, գործարքների հետ կապված, սակայն օգոստոսին մենք ունենալու ենք խավարում, սիրելիներս, օգոստոսի 12-ին ունենք արդեն առաջին խավարումը առյուծի նշանի ներքո, սա ձեր 12-րդ ոլորտն է, ես այս մասին ունեմ առանձին հոլովակ, նշանակում է, երբ Մերկուրին առաջընթաց է, հուլիսի 24-ից սկսած կարելի է զբաղվել զանազան գործարքներով, կարևոր գործարքները իրականացնելով, սակայն այդ ամենը անում ենք մինչև օգոստոսի 10-ը, մինչև խավարումների սկսվելը։ Ամսի 29-ին ունենք լիալուսին, այս լիալուսինը տեղի է ունենում ձեր 6-րդ ոլորտում, շատ կույսեր կփոխեն իրենց աշխատավայրը, շատ կույսեր ուրեմն այլևս չեն զբաղվի ինչ որ մեկի խնամքով, այստեղ վերջանում է այդ խնամելու գործընթացը եւ շատ կույսեր ուրեմն այստեղ արդեն եթե բուժում եք ստանում, այստեղ արդեն կունենան հստակ ուրեմն արդյունքներ իրենց բուժման հետ կապված։ Եվ ամսի 29-ին նաև մի փոքր հիասթափություն պատճառող ասպեկտացիա ունենք Վեներայի եւ Մարսի միջև, դե Վեներան նշեցի ձեր առաջին ոլորտում է, սա ձեր անձնական հիասթափությունն է, դա կարող է կապված լինել կամ ձեր կողքի մարդու հետ, կամ կարող է կապված լինել ձեր ղեկավարության հետ։ Դե ինձ սիրելիներս այսքանը կույսերի հուլիս ամսվա կանխատեսումների մասին, այժմ ես անդրադառնամ մեր հաջորդ հողի նշանի ներկայացուցիչներին, մեր շատ սիրելի այծ եղջյուրներին։ Սիրելիներս, ձեզ համար շատ կարևոր ամիս է հուլիսը, որովհետև այստեղ նորալուսին ունենք 7-րդ ոլորտում, այսինքն թեման կողքի մարդիկ են, եւ բացի դրանից Մերկուրի մոլորակը նույնպես մինչև ամսի 23-ը հետ ընթաց է ձեր 7-րդ ոլորտում, սա նշանակում է, որ այստեղ ինչ-ինչ հարցեր, ինչ-ինչ թեմաներ կապված հաճախորդների հետ, կապված կողքի մարդկանց հետ, կապված գործընկերների հետ, ուրեմն այստեղ այդ թեման շատ ակտուալ է լինելու ձեր կյանքում։ Հուլիսի 4-ին Մարսի եւ Ուրանի միությունն է ձեր 6-րդ ոլորտում, նշանակում է անակնկալներ կարող են լինել կապված ձեր աշխատանքի հետ, կապված ձեր աշխատանքային գրաֆիկի հետ, կապված ձեր աշխատավայրի հետ, հնարավոր է ինչ որ իրավիճակ ստեղծվի, որ դուք ստիպված լինեք, ասենք աշխատավայրը փոխել կամ աշխատանքային գրաֆիկը փոխել։ Ամսի 5-ին ունենք շատ լավ ասպեկտացիա, սիրելի այծ եղջյուրներ, Պլուտոն մոլորակը, որը ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է, Մարսի հետ տրին ասպեկտ է կազմում, որը բերում է նոր հնարավորություններ կապված աշխատանքի, ֆինանսների, գործնական փոխհարաբերությունների, ինչու՞ չէ նաև այստեղ առողջական թեմաների շուրջ կարող է լինել շատ լավ իրավիճակ, այսինքն ենթադրենք ունենք առողջական հարցեր, այստեղ հուլիսի 5-ը նպաստավոր է, որպեսզի դուք զբաղվեք այդ հարցերով։ Սակայն ամսի 6-ին ձեր գլխավոր մոլորակ Սատուրնը ունի լուրջ քառանկյուն արևի հետ։ Սիրելիներս, Սատուրնը փետրվարի 14-ից տեղափոխվել է ձեր 4-րդ ոլորտ
Եվ հավանաբար որոշակի լարվածություն է առաջացրել ձեր 4-րդ ոլորտում։ Ուրեմն տեսեք, Սատուրնը 4-րդ ոլորտում սահմանափակումներ է բերում կապված տան անդամների հետ շփման հարցերում, այդ եղջյուրները այնքան էլ շփվող չեն իհարկե, եւ նրանց կարող են նյարդայնացնել իրենց անգամ տան անդամները, եւ այստեղ ամսի 6-ը կարող է հենց այդպիսի օր լինել, երբ Արևի եւ Սատուրնի միջեւ ձևավորվում է այս լարվածությունը, հնարավոր է, որ ինչ-որ տարաձայնություն լինի, ինչ-որ խնդիր լինի, կապված ձեր տան անդամի հետ, կապված ձեր բնակության վայրի հետ կամ ինչու՞ չէ նաև կապված ձեր կողակցի հետ։ Ամսի 9-ին Վեներա մոլորակը տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ, սիրելի այծեղջյուրներ, եթե դուք ունեք դատական հարցեր, եթե դուք ունեք փաստաթղթային հարցեր կամ ցանկանում եք ճամփորդել, վիզա պետք է ստանաք, ուրեմն տեսեք ամսի 9-ից հետո այդ ամեն ինչի համար նպաստավոր է։ Սակայն ամսի 13-ին Վեներան ունի տհաճ իրավիճակ Ուրանի հետ եւ նշանակում է այստեղ ամսի 13-ին Վեներայի Ուրանի այս լարված ասպեկտացիան, որը քառանկյուն է 90 աստիճան, կարող է բերել տհաճ իրավիճակ կապված օրինակ ավտոմեքենայի անսարքության հետ, կամ ասենք ճանապարհ եք գնում, այստեղ ինչ որ մի բան ձեր սրտով չի լինում, ինչ որ տհաճ իրավիճակի մեջ եք հայտնվում, կամ աշխատավայրում կարող է լինել ինչ որ փաստաթղթային սխալ, չէ՞ որ Մերկուրին էլ հետընթաց է, այս ամենին նպաստում է եւ դրա պատճառով կարող եք ունենալ, ասենք, կոնֆլիկտ աշխատավայրում։ Ամսի 14-ին նորալուսին ունենք, որը տեղի է ունենում ձեր 7-րդ ոլորտում։ Դե ինչ նորություններ են սպասվում, նոր հաճախորդների հոսք կարող է նկատվել, նոր մարդիկ կարող են ավելանալ ձեր շրջապատում, միգուցե ձեր շրջապատը ամսի 14-ից հետո բավականաչափ կփոփոխվի, հին մարդկանց հետ այլևս չեք շարունակի շփվել, նոր մարդիկ կհայտնվեն ընկերական միջավայրում, սիրելիներս, եւ եթե դուք միայնակ եք, չի բացառվում, որ ամսի 14-ից հետո նոր մարդ հայտնվի ձեր կյանքում։ Ամսի 18-ին ունենք շատ լավ ասպեկտացիա Ուրանի եւ Պլուտոնի միջև, սա նույնպես 6-րդ եւ 2-րդ ոլորտներն է ներառում, եւ երկուսն էլ լինելով դանդաղ մոլորակներ, ուրեմն այս ասպեկտացիան բավականին երկար մինչև ամսվա վերջ պահպանում է իր ազդեցությունը, նշանակում է այդ եղջյուրների համար սկսած ամսի 18-ից աշխատանքային հարցերն են ստացվելու, ֆինանսական հարցերն են ստացվելու, սակայն այստեղ մի վատ ասպեկտացիա ունենք ամսի 20-ին, այստեղ ձևավորվում է Յուպիտերի Պլուտոնի միջև ընդդիմություն, ուրեմն ամսի 20-ին ոչինչ չենք ձեռնարկում կապված ֆինանսների հետ, որովհետև կորուստների օր կարող է լինել, այստեղ երկուսն էլ ձեր ֆինանսական դաշտերում են, իսկ մնացած օրերը կարելի է ձեռնարկել ամեն ինչ կապված ներդրումների հետ, կապված ֆինանսական ինչ-որ գործարքների հետ։ Ամսի 23-ին արդեն Մերկուրին սկսում է առաջ շարժվել։ Դե այն սիրելիներս, երբ Մերկուրին առաջընթաց է, մենք կարող ենք կատարել ցանկացած գործարք, որովհետև մենք ամեն ինչ նկատում ենք, ամեն ինչ արդեն տեսնում ենք, նորմալ ամեն ինչ հասկանում ենք, ինչպես որ հարկն է, եւ երբ Մերկուրին առաջընթաց է, բոլոր գործարքները կարող են շատ հեշտ ստացվել։ Սակայն սիրելիներս, այդ գործարքները նախատեսեք հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 10-ը ընկած ժամանակահատվածում, որովհետև ես նշեցի նախապես, որ մենք օգոստոսին ունենալու ենք խավարումներ եւ այդ խավարումները նույնպես բնականաբար լարված սթրեսային իրավիճակների մեջ են մեզ թողնելու եւ այստեղ բնականաբար շատ կարեւոր որոշումները տաք գլխով չենք կարողանալու ճիշտ իրականացնել, ուստի ձեր գործարքները կատարեք հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 10-ը։ Իդեպ առաջին խավարումը, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին, առյուծի նշանի ներքո, սիրելիներս, այդ խավարման մասին ունեմ առանձին հոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք դիտել այն իմ էջում։ Ամսի 29-ին ունենք Լիալուսին, Լիալուսինը նույնպես տեղի ունենում ձեր երկրորդ ֆինանսական դաշտում, սիրելի այծեղջյուրներ, եւ նշանակում այստեղ ինչ-որ մի հարց կապված ֆինանսների հետ, կապված աշխատանքային ծրագրերի հետ, կապված եկամտի աղբյուրների հետ, այստեղ կարող է փոփոխվել, հնարավոր է աշխատանք եք կատարում, ամսի 29-ին ստանում եք նրա վճարը, հնարավոր է այստեղ դուք եք փոխում ձեր աշխատանքը, այսինքն նախորդ աշխատանքը ձեզ չէր գոհացնում, դուք որոշել եք այլ աշխատանքի անցնել, որպեսզի լրացուցիչ եկամուտներ ունենաք։ Հենց նույն օրը ամսի 29-ին տեղի է ունենում Արևի եւ Յուպիտերի միությունը։ Սիրելիներս, այս միությունը տեղի է ունենում ձեր 8-րդ ոլորտում, Յուպիտերը տարին մեկ անգամ փոխում
նշանակում է իր ուրեմն նշանը, Յուպիտերի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ եւ սա նշանակում է, որ եթե դեռ չեք դիտել, ուրեմն դիտեք, որպեսզի հասկանաք, թե Յուպիտերը 8-րդ ոլորտում ինչ հնարավորություններ է բացում ձեզ համար եւ այս միությունը տարին մեկ անգամ տեղի է ունենում, այս անգամ ձեր 8-րդ ոլորտում, եթե ունեք բանկային հարցեր, եթե ունեք ֆինանսական խնդիրներ, ապա ամսի 29-ից սկսած նրա մոտակա օրերին կարող եք դրանք շատ հեշտությամբ լուծել։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ձեր հուլիս ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ